Այն անկոչյուրը շատ երկար մնաց այստեղ, գնում եմ դռան տեղը ցույց տամ։ Հələ մի հատ տեղ արի, ոչ մի տեղ էլ չես գնում, հանգիստ կմնաս ու կսպասես այստեղ։ Էլեն, ինձ քաշելու տեղը դու էլ հետս արի։ Դիանա, մի րոպե հանգստացի։ Այդ աղջիկը հաստատ չի եկել այստեղ կռիվ անելու։ Դա կապ չունի։ Մենք պետքա գնանք ու մեր Ռոզայի կողքը կանգնենք։ Մենք էլի Ռոզայի կողքին ենք, բայց Ռոզան մեծ մարդ է ու կարա իրան պաշտպանի։ Խնդրում եմ, կանգնի ստեղ ու ավելի մի լարի իրավիճակը։ Ձյան, եթե քեզ հետաքրքիր է, ինչ են խոսում, համբերի, Ռոզան կգա ու ամեն ինչ կպատմի։ Կանգնի ստեղ։ Չգնաս ոչ մի։ Ինձ պետք չի իրականում, որ Կարենը հայրություն ճանաչի։ Ես իմ երեխային կարող եմ միայնակել պահել։ Ես ոչ մի պահանջ չունեմ Կարենից։ Հանգիստ կարող ես ունենալ։ Ես չեմ ուզում այդ երեխան առանց հայր մեծանա։ Ռոզ, թող դա իմ խնդիրը լինի։ Ես ամենայն դեպս չեմ վախենում միայնակ մայր լինելուց։ Կարծում եմ մայրը կարող է այնպես անել, որ երեխան ուղղակի հոր պակաս չունենա։ Հետո ուզում եմ, որ դու ներես Կարենին ու վերադառնաս նրա մոտ։ Չեմ ուզում անկախ իմ կամքից մեղքի զգացում ունենալ։ Կարող ես հանգիստ լինել։ Ես քեզ բնավ չեմ մեղադրում։ Իսկ երեխային ամեն դեպքում հայր պետք է։ Իմ ու Կարենի մեջ ամեն ինչ վերջացած է։ Այդ երեխան պիտի հայր ունենա։ Հիմա ավելի լավ կլինի գնաս։ Բարի գիշեր։ Խմիր բալես, խմիր։ Ու ասա ինչ է կատարվում։ Արդեն իմացար ինչ է կատարվում։ Թե պիտի մանրամասն ամեն ինչից տեղեկություն ունենաս։ Չհասկացա։ Իմ թորնա ու ես անհանգստանում եմ։ Իմիջալոց տիկին, դու ես փչացնում ես երեխեքին, դու։ Մնում էր դու ինձ քննադատեիր։ Տատի հերիքա խոսա, սուս մնա, լավ չեմ, սուս մնա։ Իսկ մորդ աղջիկն ես, ինչ ահավորա ձեզ հետ, հալալա իմ տղին, որ ձեզ յոլա է տանում, ձեզ հետ կարողանում եմ մի հարկի տակ ապրել։ Աստված իմ, երբ եմ սրանից ասատվելու։ Մամ ներկապային մեր խնդիրը տատին չի։ Աղջիկ ջան, քո տատին միշտ խնդիր է։ Ու ինձ վրա մի այլ կարգի ազդող խնդիր է։ Իսկ կարող է ճիշտը գնալն ու հանձնվելն է։ Դու ցնդեցիր։ Եվ մենք պապայի հետ կռիվ ենք տալիս, որ դու գնաս հանձնվես։ Եթե ինչ-որ մեկը կա, որ գիտի, ես մարդ եմ սպանել, ուրեմն վաղ թե ուշ այս ամեն ինչը կբացահայտվի։ Բայց այդ մեկը ով պիտի լինի։ Ով ուզում է թող լինի, դու քեզ չես մատնի, իսկ մենք լուր կհետևենք այդ անանունի քայլերին։ Լսում ես Եվա, լուր ես մնալու, իսկ պապայի բարկությունն ու արդարությունը վերականգնելու ցանկությունը կանցնի։ Հորդ ճանաչելով ես նման հույսեր չեմ պայպայում, բայց ամեն դեպքում կփորձեմ հաղթող դուրս գալ։ Լավ ես չեմ հասկանում, նա խելք չունի, դու ինչ էիր մտածում։ Ես ուղղակի Եվային խղճացի։ Ինչ չեք ասում, թե քեզ խղճացիր։ Լավ էլի ձյաձավետ, սխալ բաներ եք խոսում։ Էդ որ տենց լավ ճիշտն ու սխալը տարբերում ես իրարից։ Բա էդ ինչ խղճով էդ մարդուն, քրիստոնյային ոչ վայել դրեցիք էդ հողի մեջ։ Ուղղակի ձեր աղջիկը խնդրեց։ Հիմա ինչ ասեմ, պատտելու ես այդ անուղեղի վրա։ Ես չէի ուզում թաքցնել այդ մարդու դիակը։ Բայց թաքցրիք։ Ու հիմա պատասխան եք տալու։ Ես պատասխանատվությունից խուսափելու պատճառ չունեմ։ Հատկապես որ հանցանք չեմ գործել։ Ոնց թե հանցանք չես գործել։ Հա, հենց այդպես։ Մեքենայի ղեկին ես չեմ եղել։ Եվան է եղել։ Ու Եվան է այդ մարդուն գցել մեքենայի տակ։
Երեխեք շատ լավ մարդու տպավորություն թողեց։ Քո աչքին բոլորն էլ լավն են։ Չէ, ինչի, Ձյան։ Հաստատ լավն էր, քաղաքավարի կիրտ ու ամենակարևորը շատ անկեղծ։ Տեսար, որ ասում էի չի եկել կռվելու։ Այս խելոքն էլ ուզում էր գար կռիվ աներ այդ աղջկա հետ։ Բայց ինչի համար գայր կռիվ սարքեր, Ձյան։ Այդ աղջիկը ինչ գիտեր, որ Կարենն ամուսնացած է։ Ինչ մեղավորություն ունի։ Կարար ընդհանրապես Կարենի հետ հարաբերություն չունենա Ռոզ։ Հալալա, հազիվ խելքը գլխին բան ասեց։ Երեխեք եկեք թեման փակենք, էլի չեմ ուզում այդ մասին խոսամ։ Ամբողջ գիշեր լացեցիր։ Հերիքա։ Ճիշտ է, հերիքա։ Ընդհանրապես հերիքա, որ մենք բոլորս էլ տղամարդու համար լացենք։ Ոչ մեկ այդքան արժանի չի։ Այսօրվանից չենք լացելու։ Բարի լույս, աղջիկներ։ Բարի լույս մեր քողցր այդա, քողցրիկ։ Նախաճաշ եմ բերել։ Ոնց այդա, սենյակու։ Երես ես տալիս մեզ այդա։ Սովորություն չդարձնեք, ասենց մեկ-մեկ կարելի է։ Քանի բոլորով միասին եք հավաքվել, նման ճոխություն նախաճաշան կողմում կարող եք ձեզ թույլ տալ։ Հա, ինչպես հին ու բարի ժամանակներ այդա։ Հա, կուտենք, բայց դու էլ պետք է մեզ միանաս։ Արի դու էլ մեզ հետ նախաճաշի Կարեն ջան։ Չեմ ուզում, բարձրանամ, լողանամ, հետո կգամ կուտամ։ Աղբորդ ինչ չբերեցիր։ Հա, ուր էր, գար բերեի, էլի, չեկավ։ Ոնց է։ Նորմալ, գնացել ավետի հետ հանդիպման։ Այդ դա ես ձանձրած բան չեմ հասկանում։ Եթե Եվայի հետ տալ առնելիք չունի, ինչ է գնում ավետի հետ հանդիպում։ Իսկ Արամին ի՞նչ է եղել։ Ես չեմ հասկանում, այդ լակոտ հետ ինչ-որ բան է կատարվում, բայց ինչ է կատարվում չեմ կարող հասկանալ։ Դա իր կյանքին վնաս է տալու։ Կարող ես դու իմանաս ինչ է կատարվում հետը։ Չէ, ամեն ինչ պետք է լինի։ Պապտե Էլենի հետ է կապված։ Իսկ քեզանից ու Ռոզայից ինչ կա։ Դեռ չեք ուզում իրար հետ լեզու գտնել։ Ինձանից ու Ռոզայից բան չկա, ու չել կարա լինի։ Բայց ավելացնեմ։ Այն ինչ մտածում եք, դա չկարա լինի։ Այսինքն Արմինայի հետ էլ ոչ մի բան չի կարա լինի։ Իսկ ով է քեզ նման բան ասել։ Դե հա չեք ասում, բայց մամ ջան, բաբ ջան, ես լավ գիտեմ, որ դուք միշտ էլ Արմինային ցանկացել եք տեսնել ձեր հարսի դերում։ Տղա ջան, հասկացանք, Արմինեն մեզ հարց չի, բայց դու պետք է հայր լինես, ու պետք է պատասխանատվությունը վերցնես քո վրա, ես քեզ ամենայն լրջությամբ եմ ասում ես ամենը։ Լավ հանգստացի։ Որ շեպերը գիտի ուտելն էլ պետք է իմանա։ Հա դու ճիշտ ես, բայց հանգստացի լավ։ Լավ, պատասխանատվությունը վերցնի իր վրա։ Եվա։ Բախտներս վերեց, ավետը տանը չի։ Բա ուրա։ Մամ կարող է իմ հետ կապված գնացել է ոստիկանություն։ Չէ, աղջիկ ջան, ավետը ավելի շուտ մահճակալով քեզ կտանի, որ դու դա անես։ Բայց դեպքում ուրա առավոտ շուտ։ Որ ուզում լինի։ Մենակ քեզնից հեռու։ Աստված իմ։ Սա ինչ է ինձ հիշել։ Սա ուզած ինչ է։ Լսում եմ, պարոն Սարոյան։ Ողջույն, Անի։ Բարև ձեզ։ Մենք պետքա տեսնվենք։ Այո, իհարկե, բայց եթե հնարավոր է ավելի ուշ ես ձեզ զանգահարեմ։ Ոչ, մենք պետքա անհապաղ հանդիպենք, ինձ քո օգնությունն է պետք։ Լավ, պարոն Սարոյան, ես հիմա գնում եմ աշխատանքի, եւ եթե ձեզ հարմար է, այնտեղ կհանդիպենք։ Հարմար է, միայն թե արագ հանդիպենք։ Լավ։ Ինչ էր ուզում։ Չգիտեմ, կգնամ կպարզեմ, բայց ամեն դեպքում ինչ-որ բանից դուրս եկավ։ Շատ անհանգստացա։ Մամ դուրս ես գալիս տանից։
Հավալես։ Բա որ պապան գա ու ինձ տանից դուրս հանի։ Եվա ոչ մի դեպքում տանից դուրս չգաս։ Կդիմադրես ամեն գնով մինչև տուն հասնեմ, լավ։ Ոնց ես եմ հասկանում, ամեն ինչը շատ սիրուն ձևով պտտում ես Եվայի վրա, հա։ Ես իմ ամբողջ կյանքում ոչ մեկի վրա ոչինչ չեմ բարթել։ Այդ իմ սկզբունքներից դուրս է։ Դե որ դուրս է, ուրեմն կգաս, աղջկաս ձեռը կբռնես ու իրար հետ կգնաք խոստովանելու ձեր հանցագործությունը։ Իմ կողմից հանցագործությունն է, որ ես օգնել եմ քո աղջկան։ Թաղել եմ այդ մարդուն։ Ինձ համար երկուսդ էլ հավասար մեղավոր եք, իսկ դու դի թույլ չտայիր, որ Եվան համոզեր քեզ, որ տանեիք այդ մարդուն տես թաղեիք։ Լավ չեմ հասկանում, հիմա ձեր ուզածը ինչ է ինձանից։ Իմ ուզածը մեկն է, որ դուք պատասխան տաք։ Դուք ուզում եք, որ ձեր աղջիկը հայտնվի բանտում։ Ես արդարության կողմնակիցն եմ։ Ես էլ։ Հավատացեք, ես շատ եմ ուզում խիղճս հանգստացնեմ, բայց չեմ ուզում ձեր աղջկան վնասեմ։ Դու իմ աղջկա մասին մի մտածի, պետք է արդարությունը վերականգնվի ու կվերականգնվի։ Նորից եմ ասում, ես պատրաստ եմ խոստովանեմ։ Դուք չեք պատկերացնում, ես շնչահեղձ եմ լինում։ Ու եթե ես ամեն ինչը բացահայտվի, ես Եվայի համար ինչ չեմ ների։ Դու իմը հանգիստների քեզ, որովհետև եթե հիմա դուք չխոստովանեք, ուրիշ մեկը կբացահայտի ձեր հանցագործությունը։ Բայց այդ ժամանակ այդ տարածքում ինձանից ու Եվայից բացի ոչ ոք չի եղել։ Այդ ձեզ ա տենց թվում։ Այդ տարածքում ինչ որ մեկը եղել է, ու այդ մեկը շատ ակտիվ է, պասիվ չի բաղում իրան։ Այնպես որ պիտի խոստովանեք։ Խեղճ ու կրական ձայն թշվառ գոյությունը նման շքեղությանը չի դիմանա։ Ով եմ ես, որ արժանացել եմ նման պատվի։ Ինչով կարող եմ ձեզ օգնել, չնայած կարող է սխալվել եք ինձ մոտ չպիտի գայեք։ Չէ, հա։ Փաստորեն լավ էլ ինձ մոտ պիտի գայեք։ Այդ դեպքում թույլ կտեք ճշտել ով է իմ դիմաց նստած այս շքեղաշուկ տիկինը։ Ինչ բառ գտա շքեղաշուկ։ Լավ, կարծես թե իմ լռելու ժամանակն է։ Լսում եմ։ Պարոն Սարոյան, ինչով կարող եմ օգտակար լինել ձեզ։ Քանի որ դու մանկատանն ես մեծացել, բոլորից լավ դու ինձ կօգնես։ Ներեցեք, սրանք ինչ թղթեր են։ Ինչ որ մանկատան մասին է խոսվում։ Պարոն Սարոյան, սա այն մանկատունն է, որտեղ ես եմ մեծացել։ Այ քեզ զուգադիպություն։ Ուրեմն դու չես կարող Անուշին չճանաչել։ Անուշին։ Իմ աղջկան, ով ևս գտնվել է այդ մանկատանը։ Այ քեզ բան, ով կմտածեր, ասում ես էլի, լինելու բանը լինում է, այդ տիկինը պետի գարու ես իմ նեղության մեջ ինձ գտներ, ուժեղ տիկին էր, պատահական չի, որ քրոջս հախից եկել է, չնայած դա դեռ հարցավում հախից է եկել,
Այ մտես քուրջան, այ մձերից տակ ես ըրնելու։ Տենամ ինչ ես անելու։ Աստվածիմ, ես այս մարդուն ճիշտ հասկացա։ Խոսքը իմ իմացած Անուշի մասին է, թե հենց թված։ Թե ես արդեն խելագարության շեմին եմ ու ամեն ինչ կապում եմ Անուշի հետ։ Անի, դու լավ ես։ Դուք ջուր կուզեք, պարոսարը։ Ոչ։ Դժվար չի հարցիս պատասխանել, դու Անուշին ճանաչում ես։ Ասում եք Անուշին։ Իսկ ով է Անուշը։ Իմ աղջիկն է։ Ձեր աղջիկը։ Պարոն Սարոյան, ես գիտեմ, որ դուք աղջիկ չունեք։ Իսկ հիմա ասում եք, որ ունեք աղջիկ, եւ միառժամանակ ասում եք, որ ձեր աղջիկը մանկատանն է մեծացել։ Ձեր աղջիկը ինչ կապ ունի մանկատանի հետ։ Ես ունեցել եմ աղջիկ, որի մասին ոչ մի տեղեկություն չեմ ունեցել տարիներ շարունակ։ Այսինքն չեմ էլ իմացել, որ նա ծնվել է։ Հստակ հիմա ինֆորմացիա ունեմ, որ նա ապրել է այս մանկատանը։ Ու քանի որ դու ասացիր, դա այն մանկատունն է, որտեղ դու ես եղել, պետքա որ իմ Մանուշին ճանաչես, որովհետև դուք նույն հասակակիցներ եք։ Անուշ, իմ հասակակից։ Միթե չես հիշում։ Իրականում, պարոն Սարոյան, գիտեք, մտքերս այնքան խառն են։ Իմ ընտանեկան իրավիճակը ինձ խեղդում է։ Ինձ ընդամենը ասա, հիշում ես Անուշ անունով աղջկա։ Գիտեք, պարոն Սարոյան, այս պահին ուղեղս չի աշխատում, բայց հավատացնում եմ, որ շատ եմ ուզում ձեզ օգնած լինել։ Ուրեմն փորձիր հիշել։ Անպայման, պարոն Սարոյան, իհարկե անպայման։ Ես խոստանում եմ, որ ձեզ կօգնեմ, բայց միայն ոչ հիմա, որովհետև այս պահին որևէ կերպ չեմ կարողանում հիշել, բայց խոստանում եմ, որ անպայման իմ մտքերս իմի կբերեմ և կփորձեմ ձեզ օգնած լինել։ Ես կսպասեմ։ Շատ լավ։ Կարծում եմ երկրորդ բաժակ ջուրը չի խանգարի։ Շնորհակալ եմ։ Ուր է դա։ Ում ես ուզում։ Կնոջը թեղ չկատ։ Այն հանցագործը, ուր է դա։ Վայ, տղես, տենց մի խոսի քո աղջկա մասին։ Չես հասկանում, հարցնում եմ ուր է։ Երկու քույր սենյակում են, իրենց սենյակում են։ Վեր կաց։ Ինչի համար, պապա։ Դու շատ լավ գիտես ինչի համար, վեր կաց։
Տատի մի բան արա։ Տատին հանգիստ թող։ Ուրիշ ժամանակ ձեր տատին չեք հիշի, չեք հարգի, բայց հենց նեղն եք ընկնում տատի հա տատի, բայց տատին ձեզ չի փրկի, ու ոչ մեկը չի փրկի։ Տիգինանի, ես պետք է տեսնեմ ձեզ։ Իսկ ինչի՞ է քեզ թվում, որ ես ցանկություն եւ ժամանակ ունեմ քեզ տեսնելու համար։ Ձեր աղջիկը համար ես հանդիպումը։ Ես իմ աշխատասենյակում եմ։ Եթե շատ ես ուզում, կարող ես գալ։ Պետք չէ Ռոզայի հետ հանդիպել։ Կարեն, ես ուզում եմ, որ Ռոզան իմանա, քեզանից ակնկալիքներ չունեմ, ընդհանրապես։ Ուղղակի պետք չէր։ Կարեն, ես ուզում եի քեզ օգնած լինել, ու քո ընտանիքը քանդելու նպատակ բոլորովին չունեմ։ Արմինը լավ։ Ազնիվ խոսք ես ինձ վատ եմ զգացել, երբ ինքը ասեց, որ դուք բաժանված եք ու այլևս ամուսիններ չեք։ Թե ինքը ինչ ասեց, այդ կարևոր չի։ Ես չեմ հանձնվել, թող ժամանակ անցնի, ես կլուծեմ իմ հարցերը։ Ես կկարգավորեմ իմ հարաբերությունները։ Ես դրանում միայն ուրախ կլինեմ։ Իսկ իմ երեխային ես ինքս կպահեմ։ Ես չեմ վախենում միայնակ մայր լինելուց։ Ես էլ չեմ վախենում հայրություն ճանաչելուց։ Ուղղակի ինձ ժամանակա պետք է ամեն ինչը հասկանալ։ Կարեն, ես քեզանից ոչ մի ակնկալիք չունեմ։ Ես իմ երեխուն տեր կլինեմ, բայց քեզ մենակ մի բան եմ խնդրում։ Չխառնվես իմ անձնական կյանքին։ Բայց ես չեմ էլ խառնվել։ Խառնվել ես, փաստացի դուրս է գալիս, որ խառնվել ես, ու ես քեզ խնդրում եմ, ավելի ճիշտ արգելում եմ, ոչ մի հանդիպում այլևս Ռոզայի հետ։ Կարեն, ինչ ես չարացած իմ հանդեպ։ Ոչ ես, ոչ դու չենք կարող մտածել, որ մեր այդ օրվա գիշերը Էլ չենք խոսում։ Դու ոչ մի սխալ բան չես արել։ Սխալը իմն է եղել։ Ու ես պատասխան կտամ դրա համար։ Կարեն, ոչ ոք քեզ պատասխանատվության չի ենթարկում։ Իմ խիղճն է ինձ պատասխանատվության ենթարկում։ Էլի եմ ասում, ոչ մի հանդիպում Ռոզայի հետ։ Ու երբեք չխառնվես իմ անձնական կյանքին։ Խնդրում եմ քեզ։ Հայտնվեցիր։ Հա, հայտնվեցի։ Բայց ընդհանրապես չէի ուզենա քեզ տեսնել ու քո հետ բախվել։ Ինչի՞։ Որ ես տեսնում ես սիրտդ սկսում է ավելի արագ աշխատել, չէ՞։ Ինձ ասելու բան չունես։ Ունեմ։ Գնաս տեղից։ Մի անգամ էլ կրկնեմ, որ գնաս։ Ուրեմն այդքանը, հա։ Հա, այդքանը։ Կամ էլ չէ։ Կարաս Եվային էլ իմ կողմից բարևես։ Պաստորեն Անուշը։ Այդ թափ թփուկը։ Այդ թերմասկը Սարոյանի աղջիկն է, հա։ Այն Սարոյանի, որ միլիոններ ունի, որ բոլորս դրա ձեռքին ենք նայում։ Աստված իմ, չեմ ուզում հավատալ, սա չի կարող իրականություն լինել, չեմ ուզում հավատալ, չեմ ուզում հավատալ! Փաստորեն այդ որփուկն էլ Սարոյանի թոռն է։ Քանի կարավետի ձեռքի տակից էի փախցնել փորձում աղջկան, հիմա էլ պիտի պապուկը տակից տանեմ։ Այդ որփուկը կարող է միլիոնների տիրանալ, դառնալ Սարոյանի ժառանգորդուհին։ Չէ, Տեր Աստված չի կարելի սա թույլ տալ։ Ես կմեռնեմ, բայց կջնջեմ այդ իրականությունը հորիզոնից։ Աննին իսկապես տարօրինակ պահվածք ցուցաբերեց։
Միթե ինչ-որ մեկին հիշելու համար ժամանակ է պետք, հատկապես եթե այդ մեկի հետ տարիներ ես անցկացրել։ Ոնց որ ընտանիքիդ անդամի անունը հիշելու համար ժամանակ խնդրես։ Դա նորմալ չի։ Ոնց ավելի շուտ չմտածեցի, Այդան էլ նույն մանկատանը եղել Անիի հետ։ Ուրեմն Այդան կարող է ինձ ինֆորմացիա տալ։ Ալո։ Այդա տանն ես։ Այո, ինչ-որ բան է պետք, գալիս եք։ Թեպետ ասացին, որ մի քիչ առաջ էստեղ եք եղել, միայն թե ես ձեզ չեմ տեսել։ Ուզում եմ խոսենք։ Ինչի մասին։ Կգաս կիմանաս։ Պարոն Սարոյան, ուր գամ։ Իմ օֆիս։ Հասեն մոտդ գրի, կամ վարորդիս կասեմ կգա քո հետևից։ Չէ, ինչ նեղություն, ես կգամ, միայն թե հասցեն ասեք։ Ասում են գիրքը կապող ուժ ունի։ Ես կասեի մոգական ուժ ունի։ Ստիպում է, որ դու իրան ընկեր լինես կամ էլ հակառակը, ինքը քեզ։ Ափսոս ոչ բոլորի համար այդպես։ Այ ինտերսասեր հասարակությունն է, որ արժևորում է գիրքը։ Իսկ ես կարծում եմ, որ բոլոր ժամանակներում էլ գիրքը միևնույնն արժևորված է եղել։ Իսկ ինչ ես փնտրում, ինչով օգնեմ։ Կարծում եմ յուրաքանչյուր տրամադրության ժամանակ հենց հոգեվիճակը թելադրում թե ինչ ընտրես։ Ճիշտ ես։ Ուրեմն չեմ խանգարի, կթողեմ, որ անես քո ընտրությունը։ Շնորհակալ եմ։ Սուրճ թեյ, ինչ կցանկանաս։ Ոչ մի բան, Դավիթ ջան, շատ շնորհակալ եմ։ Չեղավ Ռոզե։ Ընկերներին նեղացնում ես։ Դե լավ, այդ դեպքում թեյ։ Լավ։ Գիտես նայում եմ քեզ սենց ինչ եմ մտածում։ Մտածում ես ոնց կարայի քեզ վստահի, հավատայի։ Ափսոս։ Ափսոս, որ դու ինձ ոչ հավատացիր, ոչ էլ վստահեցիր։ Վայ, ինչ լավ դերասանական շնոր ունես, տաղանդավոր ես, ինչ խոսք, բրավո։ Գիտես Ելեն, ուզում եմ քո դեմքը տեսնեմ այն ժամանակ, երբ որ իմ անմեղությունը կբացահայտվի։ Նման բան չի լինի, որովհետև դու անմեղ չես։ Պաստորեն վերադարձել ես։ Հա, վերադարձել եմ։ Եվ կարելի է իմանալ ուր գնացիր, որ կարողացան մեղքերի թողություն տալ։ Ավարտեցիր։ Մի հատ ուշքի արի, տես դիմացը տով է կանգնած։ Ես եկել եմ քո հետ խոսելու։ Եթե ուզում ես ինձ հետ խոսել, ընկերուդ ասա թող քեզ բաց թողնի, որովհետև ես ժամանակ չունեմ։ Չլսեցիր ինչ ասում զոքանչդ։ Գնա քեզ ասպասում։ Պաստորեն չես անձնվում, վազում ես բորբուկի հետևից։ Տիկին, քեզ կարգի հրավիրի էլի։ Ումի ստիպի, որ ես չարանամ։ Ես կլինեմ Էլենի հետ, թե չեմ լինի, դա բացարձակ պետքա քեզ չհուզի։ Բայց ես պարտադրում եմ, որ դու Էլենին հարգես։ Եթե չհարգեցիր, ես իմ միջին մարդուն կքնացնեմ ու աղջկատ։ Ինչ ես անելու աղջկաս։ Հանձնելու ես ոստիկանությանը։ Իրականում ես չեմ ուզում։ Բայց ձեր ամուսինը այդ ցանկությունից վարվում է։ Ամուսնուս մեջ դատավորն է խոսում։ Ընդամենը այդքանը։ Ամուսինս երբեք նման բան չի անի։ Այ եթե դու ունես նման միտում,
վառվում ես ցանկությունից, որ աղջկաս ոստիկանություն հանձնես։ Այդ է ուրիշ բան։ Լսի, եթե ես աղջկատ ուզենայի հանձնել ոստիկանություն, վաղուց դա կանեի։ Ու իմ վրա էլ մեղք չէի վերցնի։ Ախվերս հեսա կտամ էլի իրապել համբերի, հաստատ կպատասխան, ուղղակի ոտդ մի երկու րոպե կաղկցի։ Ալո։ Քուրո։ Փաստորեն դու ես։ Տենց էլ գիտեի, որ չես իմացի ախվեր, թե չէ մի անգամից կպատասխանեիր։ Չզանգես եւ ինձ չզզվացնես։ Ոնց կուզես։ Նենց յուր ունեի, ուզում էի քեզ պատմեի, բայց ոչինչ, չես ուզում, ոնց կուզես ես։ Օղորմածիկ պեսուս կպատմեմ։ Ախպերս ես համարից, որ հանկարծ զանգած չպատասխանես, չբերես էլ պետք չի, մերսի։ Այնպիսի հաճելի զգացողություններ եմ ունենում, երբ այստեղ եմ լինում։ Եթե ցանկություն ունես, կարող ես մեզ մոտ աշխատանքի անցնել։ Իհարկե շնորհակալ եմ, բայց կարծում եմ իմ դասերի հետ դժվար կլինի համատեղելը։ Լավ, հասկացա։ Ու հետո կարող է ամուսնյակը դեմ լինի։ Անկախ ամեն ինչից ես ուրախ եմ քո համար, որ քո անձնականը կարգավորվեց։ Յուրաքանչյուր ընտանիքի փրկություն մարդկության հաղթանակ է։ Պետք է ամեն ինչ անես, որ ընտանիքդ ամուր պահես։ Ես մի ընտանիք ունեմ ու իրենք իմ քույրերն են։ Չէ, ես Կարենի մասին եմ խոսում, ամուսնուդ։ Իմացա, որ հաշտվել եք։ Ես ամուսին չունեմ։ Բայց… Դավիթ, խնդրում եմ փակենք թեման, չեմ ուզում խոսել անձնականից մասին։ Լավ, ոնց կասես, դու ոնց կուզես։ Լսում եմ ձեզ, պարոն Սարոյան։ Ինձնից նեղացած ես։ Չէ, ինչի համար։ Այն, որ Անին ես հնարավորություն տվեցի վերադառնալ տնօրենի պաշտոնին, դա չի նշանակում, որ ես նրան ավելի եմ վստահում, քան քեզ։ Պարոն Սարոյան, ոչ մի խնդիր չկա։ Դուք իրավունք ունեք որոշումներ ընդունել, իսկ մենք այդ որոշումների հետ պիտի հաշվի նստենք։ Կարգն է այդպես։ Զուտ Ավետի հետ մեր ընկերությունը հաշվի առնելով ես Անիին ընդառաջեցի։ Պարոն Սարոյան, ես ձեզ շատ եմ խնդրում։ Կարիք չկա, որ դուք ինձ բացատրություններ տաք։ Իրավունքը ձերն է։ Վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում։ Ես այսօր Անիի մոտ էի գնացել ինձ հետաքրքրող մի հարցով, բայց Անին խառն էր ու չկարողացավ ինձ օգնել։ Միգուցե դու կարողանաս ինձ աջակցել։ Եթե կարողանամ, մեծ սիրով, ինչի մասին է խոսքը։ Եթե չեմ սխալվում, դու Անին նույն մանկատանն եք ձեր պատանեկությունը անցկացրել։ Այո։ Իսկ այնտեղի սաներին հիշում ես, թե հիշելը խնդիր է։ Չհիշել նրանց նույնն է, թե չհիշել ընտանիքի անդամներին։ Ճիշտն ասած, նույն բանը ես էի մտածում։ Բայց ինչի եք ինձ այդ մասին հարցնում։ Ինձ ինֆորմացիա է պետք մի մարդու մասին, որ ձեզ հետ նույն մանկատանն է եղել։ Եվ ով այդ մարդը։ Անուշ։ Աղջկան, ում ես փնտրում եմ, Անուշն է։ Անուշ։ Այո, ձեզ մոտ Անուշ անունով աղջիկ է եղել, թե չէ։ Իսկ Անուշի մասին ինչի եք ճշտումներ անում։ Որովհետև նա իմ աղջիկն է։ Աղջիկս է, որին երբեք չեմ տեսել ու հայրություն չեմ արել։ Բայց հիմա այրվում եմ նրան տեսնելու, գրկելու հայրություն անելու ցանկությունից։ Ինչ պատահեց։
Դու հիշեցիր Անուշին։